Այսօր ես կներկայացեմ Ջեյմս Մեթյու Բարի կողմից գրված Փիթեր Փեն Քեսինգթոնի այգիներում ստեղծագործությունը։ Առաջին գլուխ. Քեսինգթոնի այգիները։ Եթե դուք ծանոթ չեք Քեսինգթոնի այգիների հետ, դա զարմանալի չէ, որովհետև նա այնքան մեծ է, որ ոչ մեկ դեռ չի հասցրել այն վերջնականապես ուսումնասիրել։ Եվ այնտեղ շատ լիքը հետաքրքիր մասեր կան, հատվածներ կան, լիքը երեխաներ են գալիս ամեն օր։ Այնտեղ մենք ունենք մի սովորություն, ասել շուն դարձած եւ աղջիկ դարձած։ Ահա, եկեք բացատրեմ ինչու։ Նաեւ այգիների մոտերքում գտնվում էր մի ցանկապատ Mabel Gray անունով, որը որ կպատմեմ մի քիչ հետո։ Ուրեմն շուն դարձած նշանակում էր ինչ-որ մեկին նեղացրած և ինչ-որ ձևով տխրացրած, իսկ աղջիկ դարձած նշանակում էր այնքան ձև բարկացրած, որ նրան ստիպված է եղել պատժել։ Ուրեմն աղջիկ դարձած ամենավատ վիճակը մի անգամ պատահեց Քեսինգթոնի այգիներում մի Մարկ անունով տղայի հետ։ Այդ տղան իրեն այնքան վատ էր պահել, որ իրեն ստիպեցին իր քրոջ շորերը հագնել և այգիներով քայլել այնքան, մինչև օրվա վերջը։ Դա իհարկե շատ դաժան էր, բայց հավատացեք, դա դեռ ամենադաժանը չէր։ Իսկ այժմ եկեք ձեզ պատմեմ ցանկապատի մասին, որի վրա որ գրած էր Mabel Gray անունը։ Mabel Gray դա մի մեծահարուստ աղջիկ էր, որը որ ապրում էր շատ մեծ տան մեջ։ Եվ մի օր նա ընդամենը մեկ խաղ գիտեր, և այդ խաղը նույնիսկ անուն չուներ։ Այդ խաղում նա ուղղակի գնդակը գցում էր և իրենց տնտեսուհին ուղղակի գնդակը հետ էր բերում։ Դա մի օր Mabel Gray-ին շատ ուժեղ զայրացրեց, և նա որոշեց իր ամենագեղեցիկ գոտին կեղտոտել, կեղտոտ կոշիկներով վրան այնքան պարել, մինչև որ նա մի քիչ պատրվեր։ Նա այդ արեց, իր վրա կապեց և ցանկապատ լուսամուտից մի քիչ հեռու գնաց։ Իմիջիայլոց լուսամուտը շատ մոտ էր գտնվում ցանկապատին, լուսամուտի ավարտին արդեն ցանկապատն էր սկսվում։ Mabel Gray-ը այդ լուսամուտի մոտից թռավ, ուղղակի թռավ այդտեղից, առանց ինչ-որ բացատրության կամ ինչ-որ բանի։ Եվ իր բախտը բերեց, և ավելի ճիշտ Mabel-ի մոր բախտը բերեց, որ նա մոտակա ավտոբուսի մեջ էր, և նա ավտոբուսից արագ դուրս եկավ և փրկեց երեխային։ Այդ պատճառով էլ այժմ Mabel Gray-ի հետ լինում են կամ երկու դայակ, կամ մի դայակ և նրա մայրը։ Այդ պատմության պատճառով էլ լիքը կանայք և տնտեսուհիներ չեն սիրում Կլոր լիճը, որտեղ էլ գտնվում էր ինչը ճիշտը, ցանկապատը Mabel Gray-ի անունով։ Հիմա եկավ մեր երկրորդ երեխաների կողմից շատ սիրված, բայց մնացածի կողմից ընդհանրապես չսիրված մի տեղ, որի անունն էր ուղղակի Բլուր, առանց ինչ-որ բանի, Բլուր։ Ով որ հասնում էր Բլուրին, նա պարտադիր պետք է արագ վազեր։ Իսկ եթե դուք կորել եք, մի վախեցեք, ոչ մի տենց կարևոր բան չկա։ Դուք ամեն մի մաս ունի իր գոյացների հյուրանոցի նման տեղ, որտեղ որ դու մոտենում ես, զանգահարում ես իրենց և բացատրում ես, թե ոնց ես կորել, ինչպես ես այդտեղ հայտնվել, և նրանք աշխատակից են ուղարկում դեպի ձեզ, որպեսզի նա ձեզ տանի դեպի Բլրի վերջ։ Երբ որ դու հասես Բլրի մոտ, ապա դու անպայման պարտադիր ես արագ վազել։ Ոնց ասեմ, քո ընկերոջ հետ, ում հետ որ դու գնում էիր, դու պարտադիր ես մրցույթի նման բան անել, վազցեքային։ Հիմա մեր Դեյվիդը ասում էր, որ
Այն փողոցը, որտեղ որ Mabel Gray-ը ուզում էր ընկնել, երբեք չէր եղել, բայց մենք David-ի հետ շատ լիքն ենք լսել այդ ամենի մասին։